Գիտեք, եթե ինքը հարմար կնկատի այդ մասին ասել, թող ինքը ասի, բայց կարծեմ հրապարակայինորեն արտահայտված է այդ մասին։ Այո, Վազգեն Սրբազանի մասին է անունն տրվում։ Գևորգ Սրբազանի դերակատարություններ կարծում եմ պետք չի գերագնահատել։ Հիմա եթե ինքը խնդիր է ունեցել, նեղսրտություն է ունեցել, խնդիր չկա։ Ես իր նկատմամբ ոչ նեղսրտություն եմ ունեցել, ոչ թշնամանք եմ ունեցել։ Իրենից պետք է հասկանալ դրա պատճառները։ Որևէ խնդիր չեմ տեսնում։ Գործողությունների իրական նպատակը։ Ուրեմն գործողությունների իրական նպատակի հետ կապված ես մի քանի վարկած ասեցի։ Ես չեմ բացառում աշխարհաքաղաքական գործոնը, նաև անձնական գործոնը ունենալ ձեռնասուն ուղղակի կառավարելի եկեղեցականներ կամ եկեղեցի։ Եկեղեցու նկատմամբ վստահությունը ուղիղ համեմատական է նրան, թե եկեղեցին ինչ դիմակայունություն, ինչ սկզբունքայնություն կդրսևորի։ Ես այս առումով որևէ ձևով չեմ կարծում, որ հիմք եմ տվել մտածելու, որ սկզբունքայնության առումով որևէ զիջում լինելու է։ Չեմ կարծում, որ այդպիսի այսպես կասկած թողել է նաև կաթողիկոսի վարքագիծը, կաթողիկոսը որևէ ձևով զիջման, նահանջի միտում եւ նշան չի տվել։ Կաթողիկոսը իր դիրքերում է, եկեղեցու գլխին է եւ եկեղեցու առաջնորդության տակ։